Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հայտնի բլոգեր Կրիստինան ինստագրամյան հարթակում հանդես էր եկել հրապարակումով, այդպիսով նշելով, որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել, ինքն իրեն վատ է զգացել, ինչի արդյունքում պատրաստվում է պասիվություն ցուցաբերել ինստագրամյան հարթակում։ Ավելի ուշ րոպեներ առաջ Կրիստինան հանդես է եկել մեկ այլ հրապարակումով, այդպիսով նշելով, որ ճնշման տատանումներ է ունեցել, ինչի արդյունքում էլ իրեն վատ է զգացել, թե ինչպես է այժմ իրեն զգում բլոգերը ներկայացնում ենք հաջորդիվ իր հրապարակած տեսանյութում։ Բարի երեկո ձեզ։ Շատ եք անհանգստանում, հարցնում եք, ճիշտն ասած ասեցի պասիվության պատճառը ինչն է, որովհետև հարցնելու եք ինչի սթորի չեք անում, ճիշտն ասած առավոտվանից ինձ թույլ եմ զգում, շատերդ կռահել էիք, ճնշման հետ կապված էր, էս էլ ապարատը։ Մաման զանգեց եկան մեր շտապ օգնությունը, ճիշտն ասած առաջարկեցին ամեն դեպքում տեղափոխել այս գողության տակ, բայց ես մերժեցի, քանի որ արդեն վաղը գրանցված եմ իմ բժշկու մոտ, որ գնամ այնտեղ, եթե մինչև այդ էլի լավ չզգամ ինձ, արդեն կմնամ իրենց մոտ։ Այն կյանքս շատ էիր վախեցել։ Այ մեռնեմ ես քո ջանին։ Ոտերս թուլացել էր վախուց։ Գույնը դարել էր սպիտակ կավիչ։ Ախր ոչ ուտում ես քիսո ջան, ոչ ջուր ես խմում, ոչ քաղցր ես ուտում, ախր չի կարելի, չէ՞ տենց բալես։ Ճիշտ է, ջուր չեմ խմում։ Քաղցր չեմ Նա որ ուտում։ քեզ տանեին, ասած ինձ էլ հետնեին տանելու։ Բայց դրա համար չգնացի էլի։ Կատակ ես անում։ Չի կարելի, բալես, պետք է ուտես է, խմես է, քեզ լավն է, շարժվես։ Ես այն գազի Դու մեռա շարժվելով, այ կնիկ։ Արդեն երազում եմ այս կոմի վրա գամ։ Բայց մեռա շարժվելով։ Սաղոր ստեղ։ Էդի դարավ շարժ։ Չէ, սաղոր ստեղ, ընդեղ համ աշխատում ենք, համ գնում ենք։ Չի կարելի, մեքենայով չի կարելի արդեն շատ քշել։ Всё։ Օրեր առաջ սիրված բլոգեր Կրիստինայի մայրիկի ծննդյան տարեդարձն էր։ Վերջինս մեծ շուկով կազմակերպել էր մայրիկի ծննդյան տարեդարձը, իր շուրջը հավաքելով մտերիմների, ընկերների, բարեկամների։ Նրանք երեկոյի ընթացքում մի լավ ուրախացել էին եւ այդ կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում, հյուրերի ցանկում էին նաեւ մի շարք հայտնի երգիչներ ու բլոգերներ։ Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հայտնել ենք Կրիստինայի մայրանալ պատրաստվելու մասին։ Այդ օրից ի վեր երկար ժամանակ քննարկվում է նրա անձնական կյանքը։ Օրերս վերջինս հրապարակել է իր մտերիմներից մեկի բալիկի լույսաշխարհ գալու մասին լուրն ու գրել «Աչքներդ լույս»։ Սրանի պատասխան մտերիմներից մեկը գրել է. «Քրիստոս, ոնց եմ սպասում քո ճուտիկին, մենակ Աստված գիտի»։ Այսպիսով Կրիստինայի փոքրիկը լույսաշխարհ կգա մի քանի ամսից, նա ամուսնուն որդի է պարգևելու, ինչի մասին ավելի վաղ հայտնել էինք մեր հետևորդներին։ Բարև ձեզ, ոնց են իմ ամենալավ հետևորդները, այն ամենաանհանգստացողները, հետաքրքրասերների մասին խոսք չկա, ուրեմն երեկվանից ու ընդհանրապես էլի ես մի ամիս, երկու ամիսը շատ եմ նկատում, ահավոր մեծ ակտիվություն, հետաքրքրասիրություն, մի կողմից իրենց էլ եմ հասկանում, քանի որ շատ են ուզում իմանան, ով է, ինչ է, չգիտեմ, սենց հասկանում եմ, թեպետ մի որոշ ժամանակ ես նայում էի, ասում էի, թե ինչ հետաքրքիր է, օրինակ ես ինքս չեմ հետաքրքրվի, ով ում ամուսինն է, ինչն է, բայց ու եկել եմ մի լավ նորությամբ, ուրեմն հիշում եք իմ ամենաառաջի հարցազրույցը, որ ես վստահել եմ բարձր մակարդակով, իհարկե, մհերին, տետատետով, որ ես ելույթ եմ ունեցել մեր իմ կյանքի ինտերվյուն։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մհերին, քանի որ շատ բարձր մակարդակով ինտերվյուն ստացվել էր եւ եւս մեկ անգամ վստահում եմ իրեն, մհերին, շատ շուտով մհերը էստեղ է լինելու
ու ես տալու եմ ինտերվյու, այսինքն այն բոլոր հարցի պատասխանները լինելու են, օրինակ 2 տարվա ընթացքում մեր հանդիպումը, մեր չգիտեմ, ամեն տեղ որտեղ որ մենք այցելել ենք, նկարներով, օրերով, ամսաթվերով, այդ ամեն ինչը ես կհանձնեմ։ Թե կպատմեմ լավ կողմերը, թե վատ կողմերը, միգուցե շատերիդ ծանոթ լինեն հարևան, ընկերներ, բարեկամներ, այդ ժամանակ նոր հանգիստ կարող եք այս կոմեն կողմ ուղարկել, ռեփոստ անել, միգուցե ճանաչեք, հիմա ուրիշ մարդկանց անուններ մի գրեք, ժողովուրդ իրանց չեք ճանաչում, շուտով կճանաչեք։ Ես լիարժեք հասկանում եմ հետաքրքրասիրությունը, անկեղծ եմ ասում, թե շատ սիրելով, ծանոթ անծանոթ, թե չսիրելով, սենց էլ ասեմ, էլի, որովհետև իմ ընկերներին, ովքեր որ այցելում են մեր տուն, ովքեր որ դու գիտեք իմ հետ կապ ունեն, շատ եք հարցնում, այդ հարցը տալիս եք, այն որ այն մարդիկ ասում են, սկի մենք մեզ թույլ չենք տալիս, էլի, այն որ ասում է Վարսա Հարդարը իրա ֆենն ա թողել, Մատնա Հարդարը իրա վրցինն ա թողել ու խորացել այս հարցի շուրջ, դուք ձեր կենցաղը, հա, որ չասեմ, բացեմ փակագծերը, այնքան մարդկանց մասին, այնքան բաներ գիտեմ իրականում, ուզում ա հայտնի լինի, ոչ հայտնի լինի, բայց երբևիցե քեզ քիթս թույլ չեմ տա մտնեմ, բայց որ այդքան շատ ա, էլի եմ ասում, հետաքրքրասիրությունը շատ կա, ես դա լիարժեք հասկանում եմ, ես ձեր համար պատրաստել եմ, էլի եմ ասում, մհերի կողմից լինելու ա, խի եմ ասում, որ լինելու ա տետատետ, այսինքն մեր առաջի օրվանից մինչև ներկայիս դրությամբ հարաբերությունները, ոնց ա եղել, ինչ ա եղել, ամեն ինչ ասելու եմ եւ սպասելու եմ իհարկե ձեր կարծիքներին, էլի եմ ասում, նկարներով, սիրուն, ոնց կա, ոնց եղել ա, մեր հանգիստը, հա, էլի եմ ասում, մենք սոցցանցերում չենք եղել ակտիվ, ես դա ցույց չեմ տվել, դա իմ ցանկությունն ա եղել, բայց շատ տեղեր, այրոպորտում, Եգիպտոսում, Վրաստանում, Ռուսաստանում, բոլորը տեսել են, այսինքն ես իրավունք չունեմ էլ ձեզանից պահելու, հա, սենց ասեմ, ամեն ինչը ցույց կտամ, մեր հարաբերությունը, իմ ծնունդը, ծնունդիս հետ կապված, անցած տարի, նախանցած տարի, որ մենք անցկացրել ենք բոլորով, այդ ամեն ինչը ես ձեզ ցույց կտամ, որ A կետից B կետը հասկանալի լինի, որ այս թեման բաց թողնեք, սիրում եմ ձեզ, լավ մնացեք։ Նա իր հրապարակման մեջ ցույց է տվել իր փոքրիկ, սակայն արդեն իսկ կլորիկ փորիկը։ Շնորհավորում ենք Կրիստինային այս հիանալի լուրի առթիվ, մաղթում ենք թեթևղիություն եւ բարի ազատում եւ հիշեցնում ենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք վերջինս իր հետևորդների հետ կիսվել է մի հրապարակումով նշելով, որ պատրաստվում է մայրանալ։ Սիրելիներս, դուք գիտեք, որ ես երբեք չեմ շտապել խոսել իմ անձնական կյանքի մասին ու հատկապես չեմ հանրայնացրել կողակցիս։ Շատերդ արդեն նկատել էիք, բայց ես գիտակցաբար լռել եմ։ Այսօր պարզապես ուզում եմ կիսվել մի ուրախությամբ, որ միայն իմ մասին չէ, այլ իմ կյանքի ամենամեծ հրաշքի, ես հղի եմ։ Սա այն ուրախությունն է, որը շուտ թե ուշ պիտի իմանայիք ու այսօր պատրաստ եմ դա ասել ձեզ, առանց ավելորդ խոսքերի։ Շնորհակալ եմ 2025 թվականին ինձ մայրություն նվիրելու համար, շնորհակալ եմ Աստծուն այս օրհնության համար։ Բոլոր նրանց, ովքեր սպասում են այս լուրին, Աստծո կամքով շատ շուտ ձեր տանը ևս կլսվի այս նույն ուրախությունը։ Սիրում եմ ձեզ ու շնորհակալ եմ, որ հարգում եք իմ լռությունն ու իմ սահմանները։ Ինստագրամյան հարթակում Կրիստինան հրապարակումով ցույց է տվել նաև ուլտրաձայնային հետազոտության կադրերը։ Ավելի ուշ Ինստագրամում շատերը կասկածի տակ էին դրել բլոգերի հրապարակումը, նշելով, որ միևնույն է իրենց աչքով էլ տեսնել, այդպես էլ չեն հավատա։ Շատերն էլ նշում էին, թե ոնց կարելի է Աստծո տված պարգևին չսիրել, հրաշք եք, Աստված օրհնի ձեզ։ Այն արդին արդյոք բլոգերը սրտխառնոցներ ունենում է աղիության ընթացքում, Կրիստինան պատասխանել է, սուխարի եմ ուտում այդ պահին։ Այո, ունենում եմ։ Ավելի ուշ Կրիստինան նաև ուլտրաձայնային հետազոտության մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքը, մայրիկը եւ բժիշկը հետևում են փոքրիկ շարժումներին։ Երևում է, թե ինչպես է մայրիկն ասում, որ Կրիստինան 2 ձու է կերել, այդպիսով փոքրիկը ուրախ է եւ շնորհակալ է մայրիկից։
Նշենք նաև, որ նաև հարցեր էին հղել այն մասին, թե ով է երեխայի հայրը։ Կրիստինան նշել էր, որ նա հայտնի չէ, սակայն հումորային պատասխան էր տվել, նշելով, որ շուտով հայտնի կդառնա։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք Ինստագրամյան հարթակից հայտնի բլոգեր Կրիստինան, ով շատ հաճախ մայրիկի մասնակցությամբ հրապարակումներով է հանդես գալիս, բավականին սիրված է հանրության կողմից։ Կրիստինայի ցանկացած հրապարակում արագորեն տարածվում է համացանցում, աղջիկը կարողանում է իր ինստագրամյան հարթակում այնպիսի կոնտենտ ստեղծել, որը հավարակում է մարդկանց ուրախ տրամադրությամբ և հաճելի էներգիայով։